Գոնչը բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Մի հայր 3 որդի ուներ։ Երկուսը խոշոր գեղեցիկ տղաներ էին, իսկ երրորդը ցածրիկ ու մանրակազմ էր, բայց մի մեծ գլուխ ուներ։ Դրա համար նրան Գոնչ էին ասում։ Գարնանը հայրը ցորենը ցանեց, սա աճեց, այնպես հասկ կապեց, որ նախանձելու բան դարձավ։ Բայց արի տես, որ ինչ-որ մի կենդանի տեղ էր արել, որ ամեն գիշեր մտներ արտը։ Մի օր հայրն ասաց որդիներին. «Տղաներ, այսուհետ հերթով պիտի հսկեք արտը, որպեսզի բռնենք հասկերը պոկոտող այդ կենդանուն։ Առաջին երեկոյան գնում է ամենամեծ տղան, թաքնվում է հասկերի մեջ ու սպասում է, ոչ ոք չի գալիս։ Քունը տանում է և խոր քուն մտնում։ Մի ժամանակ զարթնում տեսնում է, որ լուսացել է։ Գնում է հոր մոտ, ասում. «Հայրիկ, ամբողջ գիշեր հսկում էի, բայց ոչինչ չկարողացա տեսնել։ Երկրորդ երեկոյան միջնեկ եղբայրն է գնում։ Սա էլ հսկում է մինչև մութն ընկնելն ու քնում։ Առավոտյան նոր բացում է աչքերը։ Գնում է տուն, հորն ասում. «Այլևս չեմ գնա, հայրիկ, ամբողջ գիշեր հսկեցի, ոչինչ չկարողացա տեսնել»։ Երրորդ երեկոյան գնում է Գոնչը, թաքնվում է արտում ու մի քարի վրա նստած սպասում։ Կեսգիշեր է լինում, Գոնչը չի քնում։ Մի ժամանակ ինչ-որ խշշտոց է լսվում։ Նայում է, տեսնում մի սիրուն ճերմակ ձի ման է գալիս արտում և կոխոտում է հասկերը։ Տղան բոլորովին չի վախենում, գոտին արձակում է մեջքից, կեռ սարքում ու թաքնվում հասկերի ետևում։ Երբ ձին մոտենում է, Գոնչը կեռը նետում, հանգցնում է նրա գլխին ու բռնում։ Ձին սկսում է խնդրել. «Բաց թող ինձ, Գոնչ, դու ինչ գիտես, որ ես Գոնչն եմ։ Բոլոր ձիերը գիտեն և սիրում են քեզ։ Ինչ ես ասում։ Ձեր ձիերը ամբողջ օրը քո գովքն են անում, երևում է շատ լավ ես պահում նրանց»։ «Դե ուրեմն քեզ էլ լավ կպահեմ»։ «Ինձ ուրիշն է պահում, Գոնչ, խնդրում եմ բաց թող»։ «Իսկ դու ինչու ես մեր ցորենը ուտում»։ «Որովհետև շատ սոված եմ լինում»։ «Ինչու ես սոված լինում»։ «Որովհետև ամբողջ գիշեր ես շրջում եմ այս հերոս տղայի հետ, որը պահպանում է չքավորների արտերը։ Եթե ինձ բաց թողնես, մեծ լավություն կանեմ քեզ»։ «Ինչ լավություն»։ «Դու ինքդ կտեսնես և ամբողջ կյանքում կհիշես ինձ»։ «Իսկ եթե բաց թողնեմ, էլի կմտնես մեր արտը»։ «Ոչ, էլ երբեք չեմ մտնի, Գոնչ»։ «Լավ, բաց կթողնեմ։ Միայն ասա, եթե հանկարծ պետք գաս, ինչպես գտնեմ քեզ»։ «Շատ հեշտ», պատասխանում է ձին։ 3 անգամ սուլիր և կանչիր. «Իմ հրեղեն ձիուկ, եկ այստեղ», և ես անմիջապես կգամ»։ Գոնչը բաց է թողնում ձիուն։ Առավոտյան, երբ վերադառնում է տուն, եղբայրները սկսում են ձեռ առնել նրան։ Գոնչ, բռնեցի՞ր։ «Բռնեցի։ Կեսգիշերին մի խոշոր սպիտակ ձի եկավ, գոտիս նետեցի վզին ու բռնեցի։ Բայց խոսք տվեց, որ այլևս մեր արտը չի մտնի, և ես բաց թողեցի նրան»։ «Ինչ ես գլուխդ գովում», ասում են եղբայրները։ «Դու որ այդպիսի ձի տեսնես, 3 գյուղ այն կողմ կփախչես»։ Գոնչը ոչինչ չի ասում, պառկում, քնում է։ Շատ չանցած մունետիկները ամեն տեղ հայտարարում են, որպեսզի բոլորը հավաքվեն մայրաքաղաքի հրապարակում, թե հարուստ, թե աղքատ, թե հասարակ, թե ուսումնական, թե գյուղացի, թե կին և թե տղամարդ։ 3 օր պետք է ուրախություն անեին, իսկ ով ձի ուներ, պետք է ներկայանար նրանով։ Հրապարակում մեծ մրցում պիտի տեղի ունենար։ Ով որ առաջինը դուրս գար այդ մրցումներում, նա էլ կամուսնանար թագավորի աղջկա հետ։ Թագավորի աղջիկը ինքն էր այդպես ցանկացել։ Գոնչի եղբայրները գնում են մայրաքաղաքի ուրախությանը մասնակցելու։ Գոնչը խնդրում է նրանց. «Ինձ էլ տարեք հետներդ, տեսնեմ ինչ է կատարվում մայրաքաղաքում»։
Եղբայրները ծիծաղում են. մեկ դու էիր պակաս այնտեղ, գաս, որ մարդիկ ծիծաղեն վրատ։ Գոնչը լռում է։ Երբ եղբայրները մեկնում են, նա խուրջին նուսն է գցում, գնում անտառ, 3 անգամ սուլում է և կանչում. հրեղեն իմ ձիուկ, եկ այստեղ։ Ձին իսկույն հայտնվում է։ հագիր թամբիս կապված շորերը, ասում է նա տղային։ Այդ շորերը հագնելուն պես Գոնչը սկսում է արևի նման շողշողալ։ Ձին հեծնում է ու սլանում դեպի մայրաքաղաք։ Կանգ է առնում ընդարձակ հրապարակում և հետաքրքրված 4 կողմ նայում։ Ժողովուրդ, ժողովուրդ, ասեղ գցելու տեղ չկա։ Բոլոր տղաները մեկը մյուսից լավ ձի էր հեծած, բայց իր ձիու նմանը չկար։ Իսկ թագավորի աղջիկը այդ ժամանակ դիտում էր պալատի պատշգամբից։ Շատ չանցած ավագ մունետիկն ասում է. ովքեր որ մասնակցելու են մրցումներին, թող գան պալատի առաջ։ Բոլոր ձիավորները հավաքվում են։ Գալիս է նաև Գոնչը։ Բոլորը հայացքները շրջում են դեպի նա։ Այդպիսի իգիթ տղա և այդպիսի հրեղեն ձի ոչ ոք չէր տեսել։ Գոնչը թափահարում է մտրակն ու կանչում. ով ուզում է, թող գա մրցենք։ Ոչ ոք չի համարձակվում դուրս գալ։ Մունետիկը նորից է հրավիրում։ Դարձյալ ոչ ոք դուրս չի գալիս։ Բոլորը վախենում են։ Այն ժամանակ Գոնչը խթանում է ձին ու նետի պես սլանում առաջ։ Հասնում է նորից այն անտառը։ Շորերը հանում, նորից դառնում է նույն Գոնչը։ Մի քիչ սունկ է հավաքում, լցնում տոպրակն ու գնում տուն։ Երեկոյան եղբայրները նույնպես վերադառնում են։ Նրանք իրենց հորը պատմում են, թե ինչ են տեսել ու լսել մայրաքաղաքի հրապարակում։ Թե ինչպես թևավոր ձի նստած գեղեցիկ երիտասարդը եկավ, բոլորը վախեցած ետ քաշվեցին և ոչ ոք չհամարձակվեց նրա հետ մրցման դուրս գալ։ Թե ինչպես այդ հերոս տղան թեթև կպավ իր ձիուն և քամու նման սլացավ առաջ։ Իսկ Գոնչը այդ ժամանակ թախտին նստած ժպտում էր քթի տակ։ Տեսնես այդ հերոս տղան կվերադառնա նորից, հարցնում է հայրը։ Պետք է որ վերադառնա, պատասխանում են որդիները, որովհետև ուրախությունը 3 օր է տևելու։ Հաջորդ օրը եղբայրները նորից են գնում մայրաքաղաք։ Գոնչն էլ խուրջին ուսն է գցում և գնում անտառ։ 3 անգամ սուլում և ձայն է տալիս. հրեղեն իմ ձիուկ, եկ այստեղ։ Ձին գալիս է։ Գոնչը հագնում է հերոսի շորերն ու նորից արևի պես լուսերես տղա դառնում։ Հեծնում է ձին և ուղիղ մայրաքաղաք։ Արագավազ ձիավորները դեռ հեռվից տեսնելով նրան սկսում են ճանապարհ տալ։ Գոնչը թափահարում է մտրակն ու կանչում. ով է ուզում մրցել ինձ հետ։ Ես, պատասխանում է ձիավորներից մեկը։ Դե բաց թող ձիդ։ Ինչև նա այդ բաց թողը կասեր, Գոնչը նետի նման սուրում է։ Մյուս ձիավորը դեռ նրա ճամփի կեսին էր, երբ Գոնչն արդեն վերադառնում էր։ Ուրիշելով է ուզում դուրս գալ, դիմում է նա մյուսներին։ Առաջ է գալիս մի ուրիշ ձիավոր։ Գոնչը սրան էլ է ետ գցում։ Երրորդն է դուրս գալիս, նրան էլ է հաղթում։ Ուրիշով է ուզում մրցել։ Ոչ ոք սիրտ չի անում այդ հերոս տղայի հետ չափվել։ Գոնչը խթանում է ձին և անհետանում։ Երրորդ օրը նորից է գալիս նա։ Մունետիկը ելնում է պալատի պատշգամբը, թագավորի աղջկա մոտ և ձայն տալիս. Լսեք ձիավորներ, այսօր մրցման վերջին օրն է։ Ով որ առաջ անցնի, նրան ողջունելու է թագավորի աղջիկն ինքը, իր մետաքսե թաշկինակով։ Թագավորի աղջիկը նրան է տալու նաև իր մատանին և ամուսնանալու է հետը։ Գոնչի հրեղեն ձին ծարս է լինում, իսկ նա կանչում է. Դե, ով է ուզում մրցել ինձ հետ։ Ձիավորների մեջ ամենաքաջը Հանձն է առնում։ Ձիերին բաց են թողնում։ Քաջ ձիավորը դեռ ճամփի կեսին, Գոնչն արդեն ետ է գալիս։ Թագավորի աղջիկը նայում է նրան ու ժպտալով թափահարում ձեռքի թաշկինակը։
Նա նրան ցույց է տալիս նաև իր մատանին։ Գոնչը քաշում է սանձը, հրեղեն ձին թռչում, ցատկում է պատշգամբ թագավորի աղջկա մոտ։ Գոնչը խլում է նրա ձեռքից թաշկինակն ու մատանին և բարձր կանչում. «Ցտեսություն, գեղեցկուհի, վաղը ես կգամ, հարսանքավորներին էլ հետս կբերեմ»։ Եվ քամու նման սլանում է դեպի տուն։ Երեկոյան եղբայրները վերադառնում են, նորից իրենց հորը պատմում անծանոթ ձիավորի մասին, թե ինչպես առաջ անցավ ամենաքաջ ձիավորից և խլեց թագավորի աղջկա թաշկինակն ու մատանին։ Իսկ Գոնչը վեր է կենում թախտից և հարցնում. «Իսկ թագավորի աղջիկը ձեզ հարսանիքի հրավիրեց»։ «Հապա նա մեզ կհրավիրի, հիմարիկ», պատասխանում են եղբայրները։ Գոնչն ավելացնում է. «Դե որ այդպես է, ես եմ հրավիրում ձեզ, շուտ պատրաստվեք, գնանք»։ Եվ նրանց ցույց է տալիս թաշկինակն ու մատանին։ Ամբողջ գյուղը ոտքի է կանգնում։ Բոլորը գնում են Գոնչի հարսանիքին։ 3 օր, 3 գիշեր ուտում, խմում, զվարճանում են։ Ով որ այդտեղ չէր, միայն նա չկերավ, չխմեց։